Բարև ձեզ Վեստիեմի հարգելի հետևորդներ։ Պատիվ, արժանապատվություն, գործերեր համբավ, վիրավորանք։ Քաղաքացիական օրենսգրքի այս դրույթներին վերջերս ավելացել է նաև քրեական օրենսգրքով պատասխանատվություն ենթադրող ատելության խոսքը։ Թեմայի վերաբերյալ եւ այս դրույթներին առհասարակ անդրադառնալու ենք փաստաբան Դավիթ Հունանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հունանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Հունանյան, պատիվ, արժանապատվություն, վիրավորանք, զրպարտություն։ Փորձենք հատ-հատ անդրադառնալ, որը ինչը եւ ինչ պատասխանատվություն է ենթադրում։ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն 1087-1 հոդվածում նախատեսված զրպարտության վիրավորանքի համար, բայց դա քաղաքացիական պատասխանատվություն է, ոչ թե քրեական։ Խոսքը նրա մասին է, որ երբ որ ինչ-որ մեկին զրպարտում կամ վիրավորում են հրապարակավ, փաստացի տվյալներ տարածելով այդ անձի մասին։ Եթե իրականությանը չի համապատասխանում տարածած տեղեկությունը եւ արատավորիչ բնույթ ունի, այսինքն արտավորում է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, տվյալ դեպքում գործ ունենք զրպարտության հետ։ Իսկ եթե վիրավորական բնույթի արտահայտություններ են, այսինքն նույնպես արատավորում են անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արված են քաղաքացուն նսեմացնելու դիտավորությամբ, գործ ունենք վիրավորանքի հետ։ Երկու դեպքում էլ նախատեսված է պատասխանատվություն, ինչպես դրամական, այնպես էլ ոչ դրամական տեսքով։ Մասնավորապես վիրավորանքի համար մինչև 3 միլիոն դրամ պատասխանատվություն կարող է կիրառվել, կախված նրանից ինչքան է պահանջել տուժած կողմը եւ ինչքան է բավարարել դատարանը, իսկ զրպարտության դեպքում մինչև 6 միլիոն դրամ։ Ոչ դրամական պատասխանատվության միջոցներից են վիրավորանքի դեպքում հրապարակավ ներողություն խնդրելը, զրպարտության դեպքում հրապարակավ հերքել է տարածած տեղեկությունը։ Ինչպես է տեղի ունենում, անձը դիմում է քաղաքացիական դատարան, որպես հայց են ներկայացնում, դատարանը քննում է գործը։ Տևական ժամանակ, ինչ ժամկետների մասին է խոսքը եւ ցանկացած դեպքում կարող է դիմել, թե հստակ են հանցագազմ լինել չլինելը։ Բոլոր դեպքերում, երբ քաղաքացին գտնում է, որ տվյալ տեղեկությունով իր պատիվ արժանապատվությունը, գործարար համբավը արատավորվել է, եւ արկա են այդ հատկանիշները, դա արդեն փաստաբանը մանրամասն խորհրդատվություն կտրամադրի տուժած կողմին, կարող է ներկայացնել քաղաքացիական հայց տուժած անձինք, պահանջելով իմ նշած դրամական հատուցումը, որոշելով չափը հայցով։ Այսինքն օրենքով նախատեսված է օրինակ վիրավորանքի համար մինչև 3 միլիոն, կարող են իրենք որոշել պահանջել 100,000 դրամ, թե հենց 3 միլիոն օրինակ։ Եվ իհարկե պահանջել նաև հրապարակավ ներողություն։ Դատական նույնը զրպարտության դեպքում արդեն համապատասխան պահանջներով, այսինքն հերքում եւ մինչեւ 6 միլիոն դրամ դրամական պահանջ։ Քաղաքացիական գործերի քննության համար սահմանված ժամկետներ այս տեսակ գործերի համար չկան, ողջամիտ ժամկետում պետք է քննվի գործը։ Պրակտիկայում բերում է նրան, որ այնքան ուշ կարող է ավարտվել գործի քննությունը, որ իր արդիականությունը կորցրած լինի արդեն վճիռը։ Օրինակ, զրպարտությունը տեղի ունեցել մայիս ամսին, դատական գործն ավարտվում է եկող տարի հունվարին կամ փետրվարին, կարող է նույնիսկ հանրությունը մոռացության մատնած լինել, թե դեպքն էլ այդ զրպարտություն կազմող արտահայտություններն էլ, որ արվել էին հրապարակավ։ Բայց ունենք ենի չունենք, այսինքն հիմա դա է դատական համակարգը թույլ տալիս։ Լինում են դեպքեր, երբ որ արագ է ավարտվում գործը։ Ըստ էության որևիցե բարդություն մյուս գործերի համեմատ բարդություն ներկայացնում է, բայց այդքան խնդրահարույց չի ապացույցներ հավաքել ներկայացնելը դատարան, որտեղ որպես կանոն մեր հանրության մեջ, եթե զրպարտությունը թե վիրավորանքը տեղագտնում սոցիալական մեդիայում, այսինքն Facebook կլինի, թե Instagram կլինի, այդտեղ որևիցե արտահայտություն արվում եւ արդեն իսկ ապացույցներն առկա են, մասնավորապես հնարավոր է այդ կայքից քաղվածք վերցնել, screenshot անել եւ ներկայացնել դատարան։ Տեսեք, դուք էլ ասացիք հրապարակային, արդյոք սոցիալական հարթակներում, չգիտեմ, Facebook, Instagram, դրանք համարվում են, այսինքն դա եթե լրատվամիջոց չէ, զրպարտություն է տարածող այլ անձ իր Facebook-յան էջով։ Դրանք եւս համարվում են հրապարակային վիրավորանք, հրապարակային զրպարտություն։ Հրապարակային լինելու համար ըստ օրենքի բավարար է, որ երրորդ մեկը պարզապես մի հոգի ականատես լինի ու կնդրի այդ արտահայտությունը։ Ուղղակի սոցիալական կայքերի դեպքում հրապարակայինի հատկանիշը ավելի ակնառու է լինում, որովհետև հասկանում ենք, երբ որ բոլորի համար հասանելի հրապարակում է արվել,
Ցանկացած մարդ կարող է տեսնել, հավանել, տարածել։ Տարածելու դեպքում օրենքը պատասխանատվություն ենթադրում է։ Եթե որևիցե բառ չի փոխվել հրապարակման մեջ, պարզապես տարածվել է, տարածողը պատասխանատվության չի կարող ենթարկվել։ Անձնական կարծիք, օրինակ, չգիտեմ, ես կարծում եմ, որ այս մարդը ճիշտ է անում եւ այլն, հավատում եմ, որ մյուս անձը նման բան է արել, սովորական գրառմամբ, որը վիրավորանք չի ենթադրում, տարածել դա կամ մեկնաբանություններում, չգիտեմ, արտահայտել միտքը, ինչպես է օրենքը կարգավորում ունի։ Չափանիշներն են դուրս բերված, որ պետք է պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը նսանացնելու դիտավորություն ունենա քաղաքացին։ Երբ որ խոսում ենք նրա մասին, արդյոք արկա է այդ դիտավորությունը, թե պարզապես անձը օգտվել է խոսքի ազատությունից եւ կարծիք է ձևավորել, ճիշտ կլինի դիտարկեն գնահատողական դատողություն հասկացությունը, որը որ իրավական իմաստ ունի։ Մասնավորապես անձը կարող է օրինակ ասել, ես կարծում եմ, ես ինչ մեկը, ես ինչ բանն է արել, այդ դեպքում կունենա գնահատողական դատողություն, բայց անհրաժեշտ է, որպեսզի գնահատողական դատողությունը հիմնված լինի բավարար փաստական կազմի վրա, այսինքն եթե պարզապես անես արտահայտություն, ես կարծում եմ, ինչ որ մեկը կատարել է շատ վատ բան, դա չեղավ հիմնված է բավարար փաստական կազմի վրա, դա պարզապես ստացվեց նույն հաստատակամ դատողությունն է, ուղղակի մեջը ավելացրել են կարծում եմ բառը, ինչը բավարար չէ, որպեսզի համարենք այստեղ խոսքի ազատություն կար։ Անհրաժեշտ է, որպեսզի քաղաքացին ինչ-որ կերպ հիմնավորի, երբ որ դու կարծիք ես կառուցում, դու որևիցե փաստարկներ ես ունենում այդ կարծիքը որպես հետևություն անելու համար, հակառակ դեպքում դա չեղավ խոսքի ազատություն, դա եղավ ուղղակի ինչ-որ մեկի հասցեն ինչ-որ արտահայտություն անել։ Երբ որ դու հիմնավորում ես ինչու ես կարծում, որ ինչ-որ մեկը նման բան արել է, հղում անելով այլ լրատվականների տարածած տեղեկության վրա, հղում անելով որևիցե մեկի պաշտոնատար անձի օրինակ հրապարակավ հայտնած տեղեկության վրա, համադրում ես մի քանի տեղեկություն եւ հենց քո խոսքի մեջ էլ հետեւության տեսքով ներկայացնում ես այն, ինչ որ արատավորիչ բնույթ ունի որևիցե մեկի մասին, առանց որևիցե վիրավորական բառ օգտագործելու, այսինքն չասելու օրինակ այս ինչ մեկը, այս ինչ բան արել է, որովհետև ես գիտեմ ինքը շատ վատ անձնավորություն է, դրա համար էլ արել է։ Չէ, ես գիտեմ ես ինչ մեկը ինչ որ բան արել է կամ կարծում եմ արել է, որովհետև այսենց բան եմ լսել, այսենց բան եմ պատկերացնում, այս ինչ տեղից էս ինչ բանն են հայտնել, դա արդեն կլինի խոսքի ազատություն։ Կա օրենքում առանձնացված դրույթ, որ պաշտոնատար անձի հասցեին է վիրավորանքը հնչում, ոչ թե քաղաքացիների միջև է։ Չէ, ընդհակառակը դատական պրակտիկայով դուրս է բերվել հետեւյալ իրողությունն իրավական, որ եթե որում խոսքը նաև առաջնահերթ մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի մասին է, որ եթե տուժած կողմը հասարակական գործիչ է, քաղաքական գործիչ է, պետական ծառայող է, պետք է ավելի հանդուրժող գտնվեն նրանք իրենց հասցեին հնչեցված արտահայտությունների հարցում, որովհետև իրենց պաշտոնով գործունեությամբ պայմանավորված ավելի խիստ քննադատության են արժանանում իրենց վարքագիծը, ուշադրության կենտրոնում են հանրության, բայց ամեն դեպքում նրանք նույնպես պաշտպանված են զրպարտությունից, վիրավորանքից եւ եթե արկա են զրպարտություն եւ վիրավորանք նրա անձին ուղղված, նույնպես կենթարկվի պատասխանատվության, բայց դա չի լինի ծանրացնող հանգամանք կամ պատասխանությունը խստացնող հանգամանք։ Մենք շատ հաճախ տեսնում ենք, որ հենց պաշտոնյաներն են դիմում դատարան ու հատկապես սոցիալական ցանցերի գրառումներով։ Դատական պրակտիկան կամ ձեր փորձը ինչ է հուշում։ Հուշում է, որ նույն ձևի ենթարկվում է պատասխանատվության քաղաքացիները, անկախ նրանից, որ պաշտոնատար անձի հասցեին է արված արտահայտությունը։ Իսկ եթե դժողը քաղաքացիներ են, նույն ձևի ենթարկվում է պատասխանատվության նրանք, ովքեր որ քաղաքացիների հասցեին են կատարել այդ արտահայտությունները։ Տարբերակում չի դնում դատարանը, ավելի խիստ թեթև լինի պատասխանատվությունը, ավելի շատ դրվում է ավելի թեթև լինելուն, եթե արված է պաշտոնատար անձի օգտին, ըստ պրակտիկայի եվրոպական դատարանի։ Պարոն նաև քրեական օրենսգրքում կա ատելության խոսք, որը վերջերս շատ հաճախ կիրառվում է եւ գրեթե բոլոր խոսույթներում ասում են այսօ ատելության խոսք է եւ այլն։ Ինչ է սահմանում օրենքը, որն է կոչվում ատելության խոսք եւ ինչ պատասխանատվություն է ենթադրում։ Ատելության խոսքը պատկերացրեք մի քանի ատրիբուտներ պետք է ունենա արարքը, որ պատկերացնենք հենց ձեր ասած դեպքն է։ Մասնավորապես պետք է որևիցե հանգամանքով պայմանավորված խտրականություն
լինի խոսքի մեջ, լինի էթնիկական ծագում, էթնիկ ծագում, ռասայական ծագում, սոցիալական ծագում, սեռով պայմանավորված լինի, կրոնով պայմանավորված լինի, քաղաքական հայացքով պայմանավորված լինի, սոցիալական այլ հանգամանքներով պայմանավորված լինի, ատելությունը, անհանդուրժողականությունը եւ երբ որ այդ հանգամանքներով այդպիսի խտրականությամբ ատելություն է տարածվում որևիցե անձանց խմբի հասցեին, նոր դա արդեն քրեական նշանակություն է ստանում ու արգելվում է քրեական օրենքով։ Ընդ որում առանձին հանցակազմի տեսքով նախատեսված է ինչպես այդպիսի խոսք տարածելը, այնպես էլ դա որպես տարածնող հանգամանք նախատեսված է մարդու դեմ ուղղված մի շարք հանցագործությունների արտոնյալ, այսինքն ավելի ծառացնող հանցակազմերի դեպքում օրինակ կլինի սպանությունը, այդ շարժառիթով պայմանավորված կամ առողջության ծանր վնաս հասցնելը կամ մարդուն առևանգելը, դրանք ծառացնում են քրեական պատասխանատվությունը, ավելի խիստ պատիժ է նախատեսում քրեական օրենսգիրքը այդպիսի արարքների նկատմամբ։ Դա նաև նախատեսված է որպես առանձին պատիժը պատասխանատվությունը ծառացնող հանգամանք քրեական օրենսգրքի ընդհանուր մասում, այսինքն եթե այլ հանցանք կատարված լինի եւ այդ շարժառիթով կատարված լինի, դա ծառացնում է արդեն պատասխանատվությունը ընդհանուր մակարդակում։ Ձեզ հանդիպում են կամ օրինակներ ունեք նման պրակտիկա ատելության խոսքի տարածման։ Քրեական գործեր հենց այդպիսի հանցակազմերով պրակտիկայում քիչ են հանդիպում, ես ինքս քիչ եմ ունեցել, բայց ինչպես տեսնում եք քաղաքական դաշտում շատ ենք լսում, ես օրինակ մի երկու անգամ լսել եմ, որ հենց այդ արարքն են մեղսագրում անձանց որոշակի եւ քրեական հետապնդում են ենթարկում։ Նշեցիք էթնիկ միավորի մի քանի պրակտիկա կա պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեպքը, երբ որ Շիրակի մարզի բնակչությաններ հաճախ այս պահին թիրախում են նաև արցախցիները, բայց պատասխանատվության ենթարկելու մասին տեղեկատվություն լրատվական դաշտում կարծես չկա։ Ինչով է պայմանավորված, օրենքը նոր է, թե դատական ծանրաբեռնվածությունն է, ինչի։ Դեպքերի մասին այդպես հստակ տեղեկություն չունեմ ձեր նշած, բայց ենթադրում եմ, որ երևի քրեական վարույթ նախաձեռնվեց չի կամ նախաձեռնվել է դեռ, բայց դեռևս չի ավարտվել, որ չեն լսել պատասխանատվության մասին կամ ենթարկելու մասին։ Եվ ի վերջո այս նախընտրական փուլում պիտի ասեմ, կան շատ քաղաքական խոսք, քաղաքական խոսույթ, գուսակցության կարծիք։ Սրանք այդ քաղաքական խոսքը, գնահատողական կարծիքը ինչպես է տարբերվում նկատելության խոսքից, երբ որ հստակ ասում են, այս մարզի ժողովուրդը մեզ հաստատ չեն ընտրելու կամ վիրավորանք, որ իրենք չեն գիտակցում, որ ընտրությանը սխալ են գնում, քաղաքական ցանկացած դրսևորմամբ, այդ քաղաքական խոսքն ու քաղաքական գնահատականը վիրավորանքից, ատելության խոսքից, զրպարտությունից ինչպես կարելի է տարբերակել։ Դրանք հստակ տարբերություն ունեն իրենց առաջին հերթին իմացաբանական նշանակությամբ, այսինքն վառ օրինակ բերեմ այդ ատելության խոսք տարածելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում կոնկրետ ռասայի նկատմամբ ատելության խոսքն է մաշկով տարբեր գույն ունեցող սպիտակ մաշկի համեմատ, հա, նկատմամբ մարդկանց նկատմամբ, որ այ ով պատկանում է այդ ռասային, ուրեմն ինքը արժանի չի որևիցե մարդկային վերաբերմունքի եւ ըստ էության ատելություն է քարոզվում նրանց նկատմամբ։ Երբ որ ձեր վերած օրինակում ասում են ընդհանրենք այս ինչ մարզի բնակիչները քաղաքական կողմնորոշում չունեն կամ սխալ ընտրություն են կատարում, դրա ինչն է ատելությունը, դա ատելություն չկա ընդհանրապես։ Դա քաղաքական կարծիք է, որ ներկայացվում է կոնկրետ ռեգիոնի էլեկտորատի ընդհանրենք նկատմամբ ի վերաբերյալ։ Արցախցիների նկատմամբ վերաբերմունք, հայ նրանց պետք է Հայաստան չթողնեիք եւ այլն, իրենք վատն են, թուրք են։ Դե դա ատելություն է, դա չի կարելի բնականաբար եւ եթե խոսքի մեջ հենց դա դրսևորվում է, որ այ նրանով պայմանավորված, որ կոնկրետ տեղից է, ասենք ծագումով կոնկրետ տարածաշրջանից են այս մարդիկ, ուրեմն իրանք վատն են, մենակ հենց նրանով, որ այդ տարածաշրջանից են, դա արդեն ատելության խոսք է, դա տարածելը արգելվում է օրենքով։ Քաղաքացին ինչպես կարող է տարբերակել, սա վիրավորանք է իր անձի հանդեպ, թե
քաղաքական խոսք է, թե օրինակ ազատ խոսքի այդ սահմանն է, որտեղ Քաղաքացին ընդհանրապես պետք է զուտ ոնց որ տարբերակեր ոչ իրավական հարթությունը միջանձնային շփման մեջ գնահատել, դա վիրավորանք է իրանցի նկատմամբ, թե ոչ։ Եթե վիրավորանք է գնահատում, բնականաբար ցանկալի է որ դիմի փաստաբանել ներկայացնի հայցադիմումը դատարան։ Այսինքն ավել բան իմաստել չունի ծանրաբեռնել ավել բանով քաղաքացուն, որ այ այս չափանիշով չկա էլ իրականում։ Եթե վիրավորական է, որ դրա այլ իրավական իմաստ այդ բառի մեջ ըստ էության իմաստ չունի փնտրել, որտեվ բոլոր չափանիշները, որոնք որ վիրավորանքի կամ զրպարտության համար դուրս են բերված հնարավորինս մոտ այն իմաստին, որը որ մարդիկ պատկերացնում են այդ բառը առօրյայում օգտագործելիս։ Օրհանյան, իսկ հայոյանքը որտեղ է տեղավորվում։ Հայոյանքը բնականաբար վիրավորանք է, սեռական բնույթի վիրավորական արտահայտություններ են հայոյանքները։ Դրա համար պատասխանատվության ենթարկելու պրակտիկա կա։ Քաղաքացիական բնույթի պատասխանատվությունը, նայեք, որպեսզի մենք տարբերակենք քրեականը ու խաղից, պետք է հասկանանք, որ քրեականի դեպքում ատելություն պետք է լինի։ Պայմանավորված կոնկրետ չափանիշով, այսինքն այն անձը, ով որ այդ խոսքը տարածում է, խտրականություն է դնում բնակչության միջև, կոնկրետ խմբի նկատմամբ ատելություն է տարածում։ Բնականաբար վիրավորական արտահայտությունները կլինեն, շատ հնարավոր է, բայց այդտեղ հիմնական տարբերակումը ատելությունն է, անհանդուրժողականությունն է։ Իսկ եթե խոսքը քաղաքացիական իրավական խախտման մասին է, երբ որ գործ ունենք վիրավորանքի հետ, վիրավորական արտահայտություն պետք է արված լինի անձի նկատմամբ, որ դուժի քաղաքացի։ Իսկ քրեականի դեպքում վարույթ նախաձեռնելը քաղաքացին պետք է անպայման դիմի կամ պաշտոնատար անձը դիմի, թե լրատվամիջոցների հրապարակումները բավարար են։ Դե քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է մի քանի իրավաչափ հիմք վարույթ նախաձեռնելու համար, դրանք հաղորդումներն են, այսինքն դա կարող է տալ ֆիզիկական անձը, կարող է տալ իրավաբանական անձը, կարող է պետական մարմինը տալ հաղորդում կամ տեղական ինքնակառավարման մարմինը այն դեպքերի մասին, որ իրենց գործունեության ընթացքում տեղեկացվել են, այդ դեպքերի վերաբերյալ, որ հանցանքի հատկանիշների մեջ պարունակում առերևույթ եւ եթե ինչ որ մեկը իր հասցեին նման խոսք է լսել, կարող է պարզապես հաղորդում ներկայացնել։ Իսկ եթե լրատվամիջոցով է հրապարակվել, Եթե լրատվամիջոցով է հրապարակվել, վարույթն իրականացնող մարմինը կարող է դա հիմք ընդունել եւ վարույթ նախաձեռնել իհարկե։ Քաղաքացիականի դեպքում կամ վիրավորանքի պատվի արժանապատվության դեպքում պարտադիր է հայցը։ Այս դեպքում պարտադիրը պետք է քրեական վարույթ նախաձեռնվի։ Քրեականի դեպքում Իսկ դատական գործընթացները ավելի երկար, ավելի կարճ են տևում։ Նույն կերպ, այսինքն ինչ-որ հստակ ժամկետ այս տեսակ վարույթների համար չկան, ողջ ամեն ժամկետում պետք է քննվի, բայց տևում է, երկար է տևում, իրականում քիչ չի տևում, ամիսներ, շատ։ Իսկ օրենսդրական ինչ փոփոխություն կարելի առաջարկել բարելավման հնարավորություն տեսնում եք օրենքում, թե ամեն ինչ կարգին է։ Իմ կարծիքով ամեն ինչ կարգին է, ուղղակի պետք է հանրությունը իր մոտեցումը փոխի խոսքի ազատության իրավունքի նկատմամբ, մասնավորապես երբ որ ինչ որ խոսք ցանկություն կա հայտնելու, ընդհանրապես պետք է տարբերակում դնել, եթե միջանձնային շփման, անմիջական շփման մեջ լիներ, ինչպես կվարվեին, դրանից ավել պետք չի դուրս գալ։ Սոցիալական մեդիայում հաճախ մարդիկ այդ զգացողությունը իրականության լղոզվում է, պատկերացնում են, թե դիմաց կանգնած չեն մարդում հասցեին արվում է արտահայտությունը եւ ավելի ազատ է լինում քաղաքացին, ինչով եւ պայմանավորված օրենք է խախտում։ Մինչդեռ միշտ ինչ որ արտահայտություն անելիս ցանկալի է պատկերացնել, եթե տանձը սովորական անմիջական շփման ժամանակ լիներ իր առջև կանգնած նույն կերպ արտահայտություն կաներ, թե ոչ։ Ես վստահ եմ շատ անգամ 10-ից, չգիտեմ, 8 դեպքերում արդեն ձևակերպումները կփոխվեն։ Եթե քաղաքացին այն անձի հանդեպ վիրավորում է եւ այլն, իրեն տեսնելու հնարավորություն պարզապես չունի։ Չէ, դե ես չեմ ասում պաշտոնատար անձանց մասին է, պետք է տեսնի, հետո նոր դա անի, խոսքը պատկերացնելու մասին է։ Դրա մասին է խոսքը, ոչ թե գնաս պատկերացնես անմիջապես կողք կանգնես ու հասկանաս գազ ոնց կվարվեր։ Բարի, շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր փաստաբան Դավիթ Հունանյանը, մենք զրուցում էինք պատվի արժանապատվության, վիրավորանքի եւ ատելության խոսքի նուրբ սահմանի մասին։